Դե հերը զոհվել է նորմալ մարդ է եղել, հորողբերն էլ թփիտակ է եղել, Օգանովսկու վիդեոյի պես, հենց պատերազմը պարտվել է այդ մեր հերոսները, չէ, Լեոնիդ Ազգալյան, Մոնթե Մելիքյան զոհվել են, մեր Հայաստանից գնացածները։ Թո սա ֆիքսենք, որ իմանան։ Դրանք թփիտակից դուրս են եկել ու դարել են բան, հերոս, պաշտոնյա, դատախազ, պետնախարար, չգիտեմ ինչ։ Ժեխը ինքն է, իր հորողբերն է, Բակո Սահակյանի այն Արայիկ այդ դրանց գլխավորությամբ ու այստեղ մենք դիտեցինք այդ միջադեպը, ուրեմն տեսեք Արտուր շատ լկտի պահվածք է այդ երիտասարդ աղջկա, չգիտեմ երիտասարդը թե երիտասարդ չի, առաջին հայացքից, ես մեր սիրելի հայրենակիցներին, մեր հայ ժողովրդին ուզում եմ որպեսզի ով այդ տեսանյութը դիտել է, մի շատ կարևոր հանգամանքի ուշադրություն դարձնեն, որը որ վրիպեց մեր լրագրողների աչքից, մեր Արցախի համար ինքնահրկիզվողների աչքից։ Երիտասարդ կինա կարաս գուշացնի, չէ՞, երեխուն դաստիարակի, ասի դու որ հիմա այդ քո կեղտոտ ոտերը մաքրում ես այդ նստարանին, վաղը մի հատ թոշակառու կինա գալու, մի հատ ուրիշ երիտասարդ կին կարող գա, որը որ հագուստը կեղտոտվի Արտուր։ Այսինքն սրանք արդեն կամ ինչ որ մեկի տատիկը կամ պապիկը գիշերը չի քնել մետրոպոլիտենում մաքրել այդ նստարանները, որ դու գաս։ Հիմա ես սա ապացուցում եմ գիտականորեն հիմնավորում եմ, այս սրանց վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ Արտուր։ Մի երկրի, որի որդիները գնացել ու այդ քութիկների համար արուն են թափել, այդ Արցախը պահպանել են։ Սա փաստ է, չէ՞, Արտուր։ Այո։ Սրա մասին բախի չեն խոսում։ Դուք պատկերացնում եք, այս լպիչ անդաստիրակ պահվածքը մեր սուրբ երկրում։ Որովհետև սրանք Արտուր այն որդեր կան է արուն ծծող։ Սրանք ծծողի պես 30 տարի մեր պետությունը ծծել են, տալել են այդ իրենց Ղարաբաղում թալանել են, կուտակել են։ Ղարաբաղից եկել են Երևանի կենտրոնում տներ են առել։ Հենց այդ էլիտա կոչվածը։